Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Զորավոր քեզ փրկելու համար։ Ուզում եմ քեզ հետ զրուցել Մովսեսի ժամանակներում գերությունից Աստծու ժողովրդի գերբնական ազատագրման մասին, և այս պատմությունն անմիջական կապ ունի ինձ և քեզ հետ։ Ընթերցենք Ելից գրքի 6-րդ խոսքը. «Ես լսեցի նաև Իսրայելի որդիների հառաչանքը, որ եգիպտացիները ստրկացրել են իրենց, և հիշեցի իմ ուխտը»։ Սիրելի՛ բարեկամ, ճնշված, ծեծված ու սովամահ վիճակում հրեա ժողովուրդն ավելի քան 400 տարի տաժանակիր կերպով աշխատում էր եգիպտացի փարավոնների համար, որոնք նրանց սարսափելի պայմաններում էին պահում։ Այդուհանդերձ Մովսեսի գավազանի միջոցով, որն Աստծու իշխանության խորհրդանիշն էր նրա ձեռքերում, Աստված բազմաթիվ գերբնական նշաններ ու հրաշքներ իրագործեց, որոնցից յուրաքանչյուր հաջորդն ավելի զորավոր էր, քան նախորդը, և արդյունքում մի ողջ ժողովուրդ ազատագրվեց գերությունից։ Երբ Աստված լսում է, թե ինչպես են Իր զավակները վշտից աղաղակում, Նա ծրագիր է կազմում, թե ինչպես միջամտի և ազատի նրանց։ Աստծու մեջ փոփոխման նշույլ չկա։ Նա նույնն է երեկ, այսօր ու հավիտյան։ Նա կամենում է գործել քո կյանքում և ազատել քեզ ցանկացած ցավոտ իրավիճակից, այն իրավիճակներից, որոնք քո ուսերին բեռ են դարձել, ճիշտ այնպես, ինչպես հրեաների համար հարյուրավոր տարիների ստրուկ լինելու տառապանքն էր։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ի՞նչ խնդիրների պատճառով է բարձրանում քո աղաղակն առ Աստված։ Ինչպիսի գերություն էլ քեզ այցելած լինի, Ամենակարող Աստված պատրաստ է հայտնապես բարձրանալու քո կյանքում Իր զորությամբ ու փառքով։ Գուցե տառապում ես երկարատև հիվանդությունից, գուցե կախվածություն ունես որևէ մեղքից, գուցե երկարատև ու ծանր պարտքերի պատճառով խնդիրներ ունես, գուցե այլևս ի վիճակի չես ինքնուրույն հոգալու ապրուստդ, գուցե տագնապի ու անհանգստության մտքեր ես ունենում կամ տառապում ես մեկ այլ խնդրից, որը շատ նման է գերության ու ստրկության տառապանքներին։ Եթե երկար ժամանակ աղոթք ու աղաչանք ես անում Աստծուն և դեռ չես տեսնում խնդիրներիդ լուծումը, երբե՛ք չհիասթափվես։ Աստվածաշունչը մեզ հետևյալն է սովորեցնում Եսայիայի մարգարեության 59:1 խոսքում. «Իմացիր, որ Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի։ Նա ազատելու է քեզ ճիշտ ժամանակին այնպես, ինչպես Իսրայելի ժողովրդին ազատեց։ Հիշի՛ր, թե ինչպես եգիպտական կառքերը ետևում մնացին և խորտակվեցին ջրերի մեջ, երբ Կարմիր ծովը երկու մասի բաժանվեց։ Աստծու ժողովրդի ազատագրությունը հետևանք էր Աստծու հրահանգներին նրանց հնազանդության և Աստծու կողմից դրված առաջնորդի հանդեպ վստահության։ Աստված մոտ է քեզ։ Աստված շատ մոտ է։ Քեզ ընդամենը պետք է տեղեկանալ քո խնդրից ազատվելու համար անհրաժեշտ քայլերին և անշեղորեն կատարել դրանք։ Տերը հոգացել է եկեղեցի և հոգևոր առաջնորդներ։ Գտի՛ր Աստվածաշնչի հիմքի վրա կանգնած եկեղեցի, Աստվածաշնչի սկզբունքներով առաջնորդվող հոգևոր առաջնորդ և հետևի՛ր նրանց խորհուրդներին։ Տերը հոգացել է ամեն բան քո ազատագրության համար։ Մի՛ մոռացիր, որ մեր Տերը զորավոր է և Նրա զորությունը բավարար է քեզ փրկելու և ազատագրելու համար։ Աստված կամենում է փրկել քեզ գերբնական միջոցներով, որոնք վեր են մեր երևակայությունից։ Լսի՛ր, թե ինչ է Նա քեզ ասում հենց այսօր։ «Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսեք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար, որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու»։ Գտի՛ր քո Մովսեսին, հավատա՛ Աստծուն և հնազանդվի՛ր Աստվածաշնչի սկզբունքներին ու հրահանգներին, և այսօր քո ազատագրության օրն է լինելու։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով Արման Մանուկյան։